Şimdi şöyle. Ես վարպետ քանդակագործ եմ, հայկական խաչքար եմ քանդակում, իմ վարպետը հայ է եղել։ Alo. Merhaba İzzet. Hamur, susam. Susamından güzelce fırına verir, pişirir. Ondan sonra da Ես զտայրուն թուրք չեմ, Մալաթիայի կողմերից ենք, բայց հայ էլ չենք, հայերը հայտնի են Արարատ լեռով, Արարատ նահանգել ունեն։ Ստամբուլ, Կոստանդնուպոլիս, ավելի հաճախ գործածվող համառոտ տարբերակը պոլիս, սա պատմական, մշակութային, քաղաքական եւ քաղաքակրթական հակասությունների մի կենտրոն է, որը տարածվում է երկու մայրցամաքի վրա։ Բոսֆորի նեղուցը ավելի քան 150 կիլոմետր երկարություն եւ 50 կիլոմետր լայնություն ունեցող քաղաքը բաժանում է եվրոպական եւ ասիական հատվածների։ Այստեղ ներդաշնակորեն միաձուլված են խորհրդավոր անկանխատեսելի արևելքն ու բոլորովին այլ արժեհամակարգ տավանող արևմուտքը։ Եղել է հռոմեական, բյուզանդական, լատինական եւ օսմանյան թվով 4 կայսրության մայրաքաղաք, ավելի քան 120 կայսրերի եւ սուլթանների նստավայր։ Պաշտոնապես Ստամբուլ է վերանվանվել 1930 թվականին։ Այսօր տարբեր տվյալներով 17-ից 20 միլիոն բնակիչ ունեցող քաղաքն աճում է անասելի արագ տեմպերով։ Երկրի յուրաքանչյուր 5-րդ բնակիչ ապրում է Ստամբուլում, որտեղ ամեն տարի ի հայտ է գալիս 30 նոր փողոց եւ տասնյակ թաղամասեր, որտեղ տարեկան այցելում է ավելի քան 6 միլիոն զբոսաշրջիկ աշխարհի տարբեր երկրներից։ Գերբեռնված քաղաքում տեղաշարժը կանոնակարգված է շնորհիվ զարգացած տրանսպորտային ենթակառուցվածքների։ Ավելի մատչելի է ջրային տրանսպորտը, որից օգտվում են հիմնականում ծովային զբոսանքի սիրահարները։ Ես ապրում եմ Ստամբուլի ասիական մասում, բայց այնքան էլ ինձ դուր չի գալիս։ Եվրոպական մասն ավելի գեղեցիկ է, այնտեղ կյանքն ավելի ակտիվ է ու զարգացած։ Եվրոպական մասն ավելի գեղեցիկ է, որովհետև ավելի շատ են այնտեղ հին կառույցները, դա ավելի մշակութային է։ Բոսֆորի նավահանգիստները մարդաշատ են տարվա 12 ամիսներին։ Զբոսաշրջիկները նախընտրում են շրջագայել նավերով, պարզ մի պատճառով՝ ծովից քաղաքն անհամեմատ ավելի գեղեցիկ է։ Իսկ աշխարհի տարբեր երկրներից ժամանացյուրերին գրավելու վարպետությամբ աչքի ընկնող տեղաբնակներն առաջարկում են ամենատարբեր ծառայություններ, եւ երեկոյան պոլիսի ծովային զբոսանքն ուղղակի վերածվում է վայելքի։ Մենք հաճախ ենք լինում Ստամբուլում, բայց առաջին անգամ ենք ընկերներով։ Կոլորիտային եւ գեղեցիկ քաղաք է Ստամբուլը, տարվա բոլոր եղանակներն էլ այստեղ գեղեցիկ են, թե գարունը, թե աշունը եւ թե ձմեռը։ Ստամբուլը շատ ավելի գրավիչ է երեկոյան լուսավոր հանդերձանքով։ Քաղաքի զարկերակն ավելի ռիթմիկ է դառնում աշխատանքային օրվա ավարտից հետո, թեև շատերն իրենց բիզնեսի հաջող ընթացքն ապահովում են հենց այդ ժամերին։ Երեկոյան մարդաշատ է հատկապես Իստիկլյար փողոցը, որը ցկվում է դեպի քաղաքի գլխավոր Տաքսիմ կոչվող հրապարակ։ Այստեղ ամբողջ օրվա ընթացքում իրենց վարպետությունն են ցուցադրում տարբեր ազգերի եւ անգամ ցեղախմբերի պատկանող աճպարարներ, ակրոբատներ, երաժիշտ կատարողներ։ Գիշերային երաժիշտների թիվը վերջին շրջանում նվազել է։ Պատճառը տեղի իշխանությունների երեկոյան ժամերին երգել, պարելու կամ որևէ այլ եղանակով գումար հավաքելու համար սահմանված տուգանքն է։ Այնուամենայնիվ ռիսկի դիմելով շատերն են վաստակում փողոցներում։ Նրանց մեջ քիչ չեն պրոֆեսիոնալ երաժիշտները, ինչպես օրինակ Ռուսայս կինը։ Ստամբուլյան երեկոն ամբողջական չի լինի առանց աճպարարների։ Այդ գործով զբաղվում են անգամ պաղպաղակ վաճառողները, որոնց հմտության աստիճանն ուղիղ համեմատական է վաճառքի ծավալներին եւ օրվա հասույթի չափին։ Նրանք արհեստավարժորեն ցկում են պաղպաղակը, լցնում բաժակների մեջ, հրամցնում, ապա մանևրում։ Մի խոսքով, ընդամենը 70 գուրուշ արժեցող պաղպաղակը վաճառելու համար ցուցադրում են մի ամբողջ ներկայացում։
Ստամբուլում երեկոյան ժամերին գործում են առևտրի եւ սպասարկման բոլոր օբյեկտները, ամեն քայլափոխի կարելի է հանդիպել բոված շագանակ եւ սիմիտ վաճառողների։ Ընդհանրապես Ստամբուլում տարածված է փողոցային առևտուրը, փոքր ու միջին բիզնեսը, հիմնականում ընտանեկան։ Օրինակ, խմորեղենի այս արտադրամասը պատկանում է Գյուրազյողլիին, ում որդին Բյուզանդը աշխատում է որպես խմոր գնդող։ Նրա վկայությամբ Թուրքիայում 100 տարի առաջ են սկսել սիմիտ պատրաստել։ Այդ գործում մասնագիտացած են եղել տեղաբնակ հայերը։ 100 տարի այս արտադրամասը գոյություն ունի, այն սկզբում հայերինն է եղել։ Շատ գործերի պես այս գործի մեջ էլ հայեր շատ կան։ Ընդհանրապես Թուրքիայի հայազգի քաղաքացիները մեծ ներդրում եւ դերակատարություն են ունեցել այդ երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում։ Անգամ հայ-թուրքական հարաբերությունների ներկա սառեցված փուլում թուրքերը չեն խուսափում խոսել հայերի գործարար ճյուղի, մասնագիտական հմտությունների եւ բարձր ինտելեկտի ու ճաշակի մասին։ Ստամբուլում այսօր ոչ պաշտոնական տվյալներով բնակվում է շուրջ 100,000 հայ։ Նրանց գերակշիռ մեծամասնությունը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կողմնակից է։ Տրամաբանությունը պարզ է, հարաբերությունների կարգավորման դեպքում Թուրքիայում բնակվելն ավելի դյուրին եւ անվտանգ կլինի։ Այս երկիրն ունի ծով, զարգացած ենթակառուցվածքներ եւ զարգացող տնտեսություն, նշում են պոլսահայերը, կարծիք հայտնելով, թե հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը երկու կողմերի համար էլ ձեռնտու է։ Ըստ պոլսահայերի թուրք հասարակությունն էլ հիմնականում հանդուրժող է իրենց նկատմամբ։ Մենք ունենք Մարմարայի մեջ 4 հատ կղզի, ավելի շատ թուրքերը ունեն։ Ադոնց մեջ են ամենեն շատ քնալը կղզի հայություն կպնակի եւ եկեղեցի ունենք։ Եկեղեցի ունենք, որպանոց ունենք կղզի մեջ, որ Կարագոզյան որպանոցին ամարանոց տեղն է։ Թուրքիայի ամենամեծ էթնիկ խումբը քրդականն է, ավելի փոքրաթիվ խմբերն են արաբները, չերքեզները, հայերը, լազերը, հույները, հրեաներն ու վրացիները։ Ամենամեծ ոչ մահմեդական կրոնական համայնքը քրիստոնեականն է, իր հետևորդներով մեծաթիվը հայ առաքելական եկեղեցին է։ Թուրքիայում բնակվող հայերի պաշտոնական ներկայացուցիչը պատրիարքն է։ Պոլսո պատրիարքարանը կատարում է ոչ միայն հոգևոր, այլև պետական գործառույթներ։ Աթորանիստը Գումգաբուի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցին է։ Այսօր Պոլսո պատրիարքության իրավասության ներքո է 43 եկեղեցի, որոնցից 42-ը Թուրքիայում, իսկ մեկը Կրետ է կղզում։ Միայն Ստամբուլում կա 38 հայկական եկեղեցի։ 2011 թվականին լրացավ Պոլսո հայոց պատրիարքարանի 550-ամյակը, մինչ օրս ունեցել է 84 գահակալ։ Մայր եկեղեցի այցելում են տեղաբնակ քրիստոնյաները, մեծամասամբ բնականաբար պոլսահայերը եւ Հայաստանի քաղաքացիները։Այի տուն եմ աշխատում, այսպես շաբաթը մեկ օր կամ 3 շաբթի կամ 5 շաբթի գալիս եմ, այս մի օրը ինձ հանգիստ են գալիս, այդպես եկեղեցի պարտադիր մտնում եմ։ Ամեն գիրակի հոգեանքիչներ գլա եկեղեցիներու մեջ, դոնական օրերը ամենադեմ փած են եկեղեցիները, դոնական օրերը արարողություններ գլա։ Ստամբուլի Ֆերիգյուղ թաղամասում է գտնվում Սուրբ Վարդանանց եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարակեսին։ Ավելի ուշ ձևավորվել է Վարդանանց դպրաց դասի երգչախումբը։ Երգն օգնում է օտարհողուն պահպանել ինքնությունը, աղոթքի եւ ինքնամաքրման լավագույն միջոցն է, պնդում են երգչախմբի անդամները, ովքեր այստեղ գալիս են ոչ միայն երգելու, այլև հոգևոր սնունդ ստանալու, հոգսերից կտրվելու եւ հայրենիքի կարոտն առնելու։ Այստեղ ամեն գիրակի 300 հոգի անբաճար ժողովուրդ ունենք։ Պոլսո հին հայկական եկեղեցիները գտնվում են քաղաքի ասիական հատվածում, դրանք շատ ավելի հին 17-րդ, 18-րդ դարերի կառույց են։ Բեյկոս թաղամասի Սուրբ Նիկողայոս եկեղեցին ի տարբերություն եվրոպական հատվածում գտնվող հայկական եկեղեցիների բարեկարգ խնամված տեսք չուներ։ Այդ թաղամասում ընդամենը 3 տուն հայեր են ապրում, ովքեր էլ ստանձնել են եկեղեցու պահպանման գործը։ Դուժած են, բայց թշկող չենք, որովհետև միայն եկեղեցում է մեզի մության մեջ նայիկն է, մեզի իրար գաբող պանն է եկեղեցին չլեն է, միշտ ան եկեղեցին սուրճ հավակված է հայ ժողովուրդը։
Եկեղեցու կողքին է գտնվում հայկական վարժարանը, որն հիմա ոչ մի աշակերտ չունի, իսկ ժամանակին կրթօջախի սաների կազմած շարքը հասել է մինչև եկեղեցի։ Վարժարանը նախատեսված է եղել 1000 աշակերտի համար։ Պոլսո այսիական հատվածում է գտնվում ամենահին եկեղեցիներից ևս մեկը՝ Սուրբ Կարապետը։ Ուսկյութար թաղամասում 16-րդ դարում կառուցված եկեղեցին այսօր էլ լավ պահպանված, խնամված տեսք ունի։ Սուրբ Կարապետ եկեղեցու բարերարը պոլսահայ Մկրտիչ Շիմշեկն է, ով հայտնի գործարար է։ Նա ծնվել է հենց այս թաղամասում եւ եկեղեցու հետ կապված է մանկուց։ Սուրբ Կարապետից բացի բարեկարգել է ավելի քան 80 հայկական եկեղեցի ոչ միայն Թուրքիայում, այլև աշխարհի տարբեր այլ երկրներում։ Պոլսո ամենահին եկեղեցիներից են նաեւ Սուրբ Մկրտիչը եւ Սուրբ Խաչը, որոնք գտնվում են Ուսկյութար թաղամասում։ Այն Ստամբուլի ամենահայաշատ թաղամասերից է, որտեղ շուրջ 3000 հայ է բնակվում։ Սուրբ Խաչ եկեղեցում ամեն ուրբաթ եւ կիրակի պատարագ է մատուցվում, սակայն մկրտության եւ պսակադրության արարողություններ հազվադեպ են տեղի ունենում, քանի որ հայերի թիվը Ուսկյութարում հետս հետ է նվազում է։ Մենք կուզենք, որ ավելի շատ հարսնիկ եւ գնուն կլար գավ։ Այս թաղամասը 3000 հայ կա։ Այո, բավական է, բայց ասկեշատին ադենները ավելի շատ է եղեր, երբ ոմանք եվրոպացիներ են, Ամերիկա կամ ուրիշ թաղեր։ Պոլսո մեր հայրենակիցները դարերի ընթացքում կառուցել ու պահպանել են իրենց սրբավայրերն ու ազգային հաստատությունները, եկեղեցիներ, դպրոցներ, թանգարաններ։ Այսօր Ստամբուլում գործող ազգային հիվանդանոց կա նաև, որը 180 տարվա պատմություն ունի։ Գտնվում է Սուրբ Փրկիչ եկեղեցու հարևանությամբ։ Հիվանդանոցը ղեկավարվում է 11 հոգաբարձուներից կազմված խորհրդի կողմից։ Այն հագեցած է ամենաժամանակակից բուժսարքավորումներով։ Օրական միջին հաշվով բուժանձնակազմը սպասարկում է 600-ից ավելի այցելուի, եւ այստեղ միայն հայերը չէ, որ բուժում են ստանում։ Բոլոր գործողությունները գլա սրդի գործողությունեն զատ ուղեղի ամեն մեկ բանը ամենը եւ սանգսյան որ պրոֆեսորները այլաց պրոֆեսորներն գնահնդրեն իրենց գործողությունները մեր հիվանդանոցը ունեն բժիշկները մեծամասնությունը հայ բժիշկներ ունենք կչանակ որ բոլոր հայերը մեր հիվանդանոցը հավաքել բայց մեծամասնությունը կուկա մեկ մասը չի կար Հիվանդանոցին կից գործում է ծերանոցը կամ ինչպես պոլսահայերն են անվանում հանգստատունը։ Այստեղ ապրում են այն տարեցները, ովքեր եկեղեցիներին կից աղքատախնամ մարմինների կողմից ճանաչվել են աղքատ։ Պոլսահայ տարեցների համար նվիրաբերություններ ու հանգանակություններ է անում նաև տեղի հայ համայնքը։ Պոլսահայ կանանց հատուկ հանձնախումբը եւս մշտապես հոգ է տանում ծերերի համար, կազմակերպելով ցուցահանդես վաճառքներ։ Գնորդները դարձյալ հայերն են, ովքեր իրենց լուման են ներդնում հանգստատանն ապրող տարեցներին աջակցելու գործում։ Մերին փուն նվադագը ձերանոցի զերուկներուն հոգավ ավելի շրջաշ կերցնել անոնց ուզածները ունել Հայկական հիվանդանոցի ներսում է տեղակայված պոլսահայերի հին եւ հարուստ թանգարանը, որը հիմնադրվել է բարերար Պետրոս Չիրինօղլուի կողմից։ Թանգարանում պահպանվել են պատմական, հոգևոր ու մշակութային մեծարժեք գործեր։ Օտար հողում ազգային սրբություններ պահպանելը դժվարին խնդիր է։ Շիշլիի գերեզմանատունը եւս պոլսահայերը համարում են իրենց սրբավայրը։ Ստամբուլի կենտրոնում գտնվող գերեզմանատանը շուրջ 34000 տամբարաններ եւ գերեզմաններ կան, արժեքավոր խաչքարեր եւ հուշարձաններ։ Կենտրոնական հատվածում 1915 թվականի ցեղասպանության անմեղ նահատակների գերեզմանոցն է։ Պոլսահայ վարպետներն այստեղ էլ սպիտակ մարմարին խաչի ձև ու կերպարանք են տվել, եւ որքան էլ անսովոր է այդ հմտությունը փոխանցել են նաեւ այլադավան իրենց թուրք գործընկերներին։ Valla ben şimdi şöyle Ես վարպետ քանդակագործ եմ, հայկական խաչքար եմ քանդակում, իմ վարպետը հայ է եղել, ավելի քան 35 տարի այս գործն եմ անում, խաչքար քանդակելով ես բավականություն եմ ստանում։ Ընդհանրապես, Ստամբուլն այն քաղաքն է, որտեղ անսովոր շատ բան կարելի է տեսնել եւ լսել։ Զարմանալ պետք չէ, եթե փողոցներում մարդաշատ վայրերում հայերեն խոսակցություններ լսվեն։ Պարզապես այստեղ շատ են նաեւ Հայաստանի քաղաքացիները, ովքեր հիմնականում աշխատում են առևտրի եւ սպասարկման ոլորտում։ Աշխատանք փնտրելուց առաջ շատերը թուրքերեն են սովորում, որպեսզի հաղորդակցվելու խնդիր չունենան։ Կան նաև հայերի կողմից հիմնված գործակալություններ, որտեղ դիմում են աշխատանք փնտրող հայաստանցիները։ Դե ժամանակը շինարարություն կնեի, եղավ 3 տարի չեմ աշխատի, արդեն թարգել եմ, չեմ գնալեշիտ։ Ես մադրմունդուր առևտուրներ էլ կան բանկներ։ Կինս էլ մեր Սերծովյան համագործակցության ներկայացուցիչ մոտ դեռ աշխատում։ Քանի օրից ամսի 1-ից կանցնեմ գործի, մի հատ տատիկ եմ նայելու։ Մնում ես թակ տատիկի հետ, մի օր հանգստորեն տալիս,
Հայաստանցիները մեծ թիվ են կազմում հատկապես Գիտիկ Փաշա եւ Գումգափու թաղամասերում, ժամանակին այստեղ ապրել են բնիկ հայերը, որոնցից շատերը տեղափոխվել են ավելի բարեկեցիկ թաղամասեր, իրենց տեղը զիջելով Հայաստանից մեկնած իրենց ազգակիցներին։ Այս շրջանում շատ են նաեւ քրդերը, արաբները, գնչուներն ու վրացիները։ Այս երկրները ավելի շատ անոնք են, որ հոս բնակողներն են, Սենեգալեն, Ղազախստան, Հայաստան, Թունուս, ամեն գող, Ժորժիա, ամեն գողմից մարդիկ կան այսինքն։ Գիտիկ Փաշայի նեղլիկ փողոցներից մեկը տանում է Գումգափուի հրապարակ, ճանապարհին բազմաթիվ կառույցներ կան, որոնք պատկանել են հայերին։ Շատ են նաև սպասարկման օբյեկտները, առևտրի մեծածախ կենտրոնները եւ ընդհանրապես հայերի ներկայությունն այս թաղամասերում զգալի է ամեն քայլափոխի։ Կա անգամ դպրոց, որը ունի պետական գրանցում։ Այստեղ սովորում են Հայաստանից վերջին տարիներին Ստամբուլ մեկնած ընտանիքների երեխաները, մանկավարժները եւս հայաստանցիներ են։ 6 տարի առաջ Հայաստանից եմ եկել, հետո էլ ընտանիքս տեղափոխվեց, աղջիկներս եւ ամուսինս, իրենք էլ այստեղ են։ Մեծ աղջիկս դասավանդում է անգլերենի, ռուսերենի մասնագետ է եւ զուգահեռ մաթեմատիկան է պարապում։ Փոքրատաղ, մեծատաղ, մեկ վանք, մեկ ձայնավոր, նչուն կաղ, երկվանք, երկու ձայնավոր, նչուն աղ, 6 երկվանք, Դպրոցը հիմնադրվել է 2003 թվականին։ Այստեղ ի դեպ ժամանակին ապրել է Ակոսի երջանկահիշատակ խմբագրապետը։ Նրա պատվին դպրոցը կոչվել է Հրանտ Դինքի անվան հայաստանցի երեխաների կրթօջախ։ Հրանտը նաև այստեղ է ծանոթացել իր կնոջ Ռաքելի հետ։ Վերջինս ամուսնու մահից հետո Ակոսի խմբագրության շենքում ստեղծել է Հրանտ Դինք հիմնադրամը, որի առաջնահերթ նպատակն է աղմկահարույց այդ գործի արդարացի քննության եւ իրական մարդասպաններին բացահայտելու համար պայքարը։ Հրանտի աշխատասենյակը, որտեղ այժմ աշխատում է Ռաքել Դինքը, 5 տարիների ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Այդպես պահպանվեցա, միայն ժողով գարելիությունը ունենա ասելով սեղան ավելցրեցինք եւ իրեն առնված նվերներն, դրված նվերները ապահովելու համար բզդիկ բահարանի պես անգյունը պատրաստել ենք այդչափ։ 5 տարի շարունակ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը քննեց Ակոսի խմբագրապետի գործը եւ մի այնպիսի դատավճիռ կայացրեց, որը թատերական ներկայացում բնորոշումը ստացավ։ Իզուր չէ, որ գրող հրատարակիչ Սայան Չանդարը, ով Հրանտ Դինքի մասին պատմող առաջին գրքի թուրք հեղինակն է, ի սկզբանե կասկածներ ուներ թուրքական արդարադատության եւ գործի իրական մանրամասների բացահայտման հետ կապված։ Kitabı 2 bölümde yazdım. Aslında Ես Հրանտի մասին գիրք եմ հրատարակել, նրա մահը ցնցել է ինձ, իմ մտերիմ ընկերն է եղել եւ բոլորիս աչքի առջև նա զարնվեց։ Եվ ես էլ երդվել եմ պայքարել իմ չափով, այնինչ կարող էի անել ես գիրք գրելն էր, ուստի գրեցի նրա պատմությունը, Հրանտի սպանությունը թուրք ժողովրդի ամոթն է։ Türkiye için ne yapmak istediğini. Ակոսն այսօր էլ տեղի հայատար մյուս թերթերից առանձնանում է իր ընդդիմադիր կեցվածքով։ Դինքի ընտանիքի եւ ընկերների կողմից թերթի գլխավոր խմբագիր է ընտրվել սպանված խմբագրապետի մտերիմ Ռոբերտ Քոփթաշը։ Հայերեն բաժնի խմբագիրն է Սարգիս Սերոփյանը։ Նախկինում դերևս Հրանտ Դինքի կենթանության օրոք Ակոսն իր սկզբունքային գործունեության համար ենթարկվել է որոշակի ճնշումների։ Օրերով թերթը ընթերցողին չի հասել։ Հայ-թուրքական հարաբերությունների, այլ երկրների միջամտության եւ սահմանների բացման խնդրին եւս Ակոսն անդրադարձել է իր Թուրքերեն բաժնի լրագրողն անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների սառեցման գործընթացին ճիշտ եւ ողջամիտ է համարում հայաստանյան իշխանությունների դիրքորոշումը։ Ճիշտ քայլն էր, որ Հայաստանի Հանրապետությունը սարեցուց այդ շրջանը այսօր եւս անցյալ շաբաթավերջին Անգլիո այցոլող Աբդուլլահ Գյուլը հայտարարեց, որ այո գործընթացը սարեցավ, բայց չեն մերած արձանագրությունները, բայց այսինքն գործնական առումով դեղաշարժումը չի կա, բայց պետք է լա այս ուղղությամբ, որբեսի երկու այս երկիրները այլևս իրար հետ խոսին։ Ակոսն անդրադառնում է նաև ազգային փոքրամասնությունների, հայերի, քրդերի խնդիրներին, լուսաբանում է Թուրքիայի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական գործընթացները, իրականացնում է նաև լրագրողների իրավունքների պաշտպանության գործառույթ։ Մեծաթիվ ընթերցողներ ունի նաև Պոլիսում տպագրվող Մարմարա օրաթերթը, որը գրական մշակութային ուղղվածություն ունի։ Հիմնադրվել է 1940 թվականին, արդեն 44 տարի թերթը խմբագրում է պոլսահայ մտավորական Ռոբեր Հադեչյանը։ Բարբերականը Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներին շատ զգուշորեն եւ հազվադեպ է անդրադառնում։ Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Ռոբեր Հատեչյանի անձնական կարծիքն այսպիսին է. թուրք հասարակությունը պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ եթե լինի հանրային պահանջ, իշխանությունները կգնան այդ քայլին։
Գյուղը համար միշտ գլխացավ է, որովհետև միշտ հայոց ցեղասպանության հարցումը թեմանտիման մնացած է եւ հաջող հրավիրված է հայոց ցեղասպանությունը ճանչնալու։ Բամը, որոնց դակավեն իմ կարծիքով Թուրքիո մեջ հանրային կարծիքը պատրաստ չէ։ Եվ ես դակավին խորեմ, որ բավական երկար ժամանակ սպասել պետք է դիլա, որովհետեւ համընդհանուր կերպով տեսնենք, որ ժողովուրդը դրամատիր է ճանչնալու այդ չարաղետ բադահարը։ Ազգային փոքրամասնությունների լրագրողների իրավունքների եւ խոսքի ազատության սահմանափակման խնդիրը հարևան երկրում առկա է։ Թուրքիայում ընդդիմադիր են համարվում անգամ այն թերթերն ու հեռուստակայանները, որոնք փորձում են ներկայացնել ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրներ։ Ստամբուլում գործող Image-ի հեռուստաընկերությունն այդ շարքում է։ Հիմնադրվել է 2009 թվականին, եթեր է հեռարձակում հայալեզու կամուրջ հաղորդաշարը, որի հեղինակն է հայազգի լրագրող Արիս Նալջին։ Ինչպես նշում են աշխատակիցները, Թուրքիայում նման հեռուստակայանների աշխատանքը կազմակերպելը դյուրին գործ չէ, անուղակի ճնշումները շատ են։ Image-ի խմբագիր Էրդուղրուլ Մավիօղլին նաև ազատազրկված լրագրողների պաշտպանության շտաբի ղեկավարն է, խոսքի ազատության մրցանակակիր։ Türkiye'de şu anda hem 40 եւ ավելի բանտարկված լրագրողներ կան։ Մենք ստեղծել ենք 64 լրագրողներից կազմված լրագրողների ազատության պլատֆորմ։ Մենք պայքարում ենք, որ խոսքի ազատությունը Թուրքիայում տեսանելի լինի։ oluşturulan platformlar ve bu çerçevede Մավիօղլին շատ հաճախ է առնչվում հայ-թուրքական հարաբերությունների խնդրին, նա հրան դինքի մտերիմ ընկերն է եղել եւ կարծիք է հայտնում, որ հայ-թուրքական հարաբերությունների սկիզբը հնարավոր կլինի ազդարարել միայն 1915 թվականի դեպքերին թուրքական կողմի որոշակի հստակ գնահատականից հետո։ Ընդհանրապես այսօրվա Թուրքիայում քիչ չեն իրատես առողջ դատողությամբ առաջնորդվող անհատներն ու կազմակերպությունները, որոնք կարևորում են հայ եւ թուրք ժողովուրդների, ինչպես նաեւ պետական ու դիվանագիտական օղակների միջև նորմալ հարաբերությունների հաստատումը։ Անատոլու կուլտուր կազմակերպությունը նպատակ ունի նախ եւ առաջ զարգացնել երկու երկրների մշակութային հաղորդակցության մակարդակը։ Հայ գործընկերների հետ համատեղ պատրաստում են ֆիլմեր, նկարահանումներ կատարելով Հայաստանի եւ Թուրքիայի տարբեր քաղաքներում։ Ֆիլմերից մի քանիսը ցուցադրվելու է Ստամբուլում հատուկ միջոցառման ժամանակ, հետո Երևանում ներկայացվելու է Ոսկե ծիրան կինոփառատոնին։ Կազմակերպության նախագահ Օսման Կավալան հայ-թուրքական հարաբերությունների նաեւ քաղաքական կողմի գիտակ է եւ չի խորշում ներկայացնել իր տեսակետը հայտնի արձանագրության թեմայի մասին։ Պիտի արդարության համար նշեմ, որ ձեր իշխանությունները իրենց կողմից ամեն ինչ արեցին, պատմությունը կողքի դրեցին եւ համաձայն ենք առանց նախապայմանների հարևանություն անել, բայց երրորդ երկրի միջամտությունը խանգարեց, թուրքական կողմը մեջտեղ բերեց Ղարաբաղի հարցը եւ ամեն ինչ հոդս ցնդեց։ Առաջադեմ թուրք մտավորականներից է նաև Օսման Քյոքերը, ով գտնում է, որ պաշտոնական Անկարան պարտավոր է սերունդներին եւ աշխարհին նայել ճշմարտության աչքերով։ Պատմաբանը հայերին վերաբերվող ավելի քան 10 գրքի հեղինակ է եւ վերջերս Ստամբուլում տեղի ունեցավ նրա Տիկին Վարսենի վերջին հիշողությունները գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էր նաև 98-ամյա հայուհի Տիկին Վարսենը։ Նա Օսման Քյոքերի հերթական գրքի հերոսուհին է, կենթանի վկան եւ ականատեսը։ Շնորհանդեսին ներկա էր նաև Վանի Աղթամար եկեղեցու վերականգնող ճարտարապետ Մինդանօղլու Զաքարյանը, որն առանձնանում էր իր անթաքույց հայրենասիրությամբ։ Ըստ նրա 1915 թվականի պատմական ճշմարտությունը վաղ թե ուշ կկոչվի իր անունով, միայն թե ժամանակ է պետք։ Իսկ հիմա ժամանակներն արագ են փոխվում։ Օրինակ անցյալում են այն տարիները, երբ ստիպված թաքցնում էին իրենց ազգային պատկանելիությունը։ 100 տարի է վեր մենք չկրսանք բաներ խոսիլ այս երկրի մեջ արքիլված էր եւ մենք հայոց էինք, այսինքն թուրքերեն էրմենի անպայման մեր գլխին վրա բան կար, ցավ կար, սակայն այս վերջին տարիներուն գնանք որ շատ բաներ խոսիլ։ Ստամբուլի որոշ թաղամասերում կան շենքեր, որոնք ամբողջությամբ բնակեցված են պոլսահայերով։ Հաղորդակցվում են գործարար կապեր հաստատում, տղա աղջիկ ամուսնացնում, պատրաստում հայկական կերակրատեսակներ, իսկ Հայաստանի ժամանած հյուրերին ընդունում եւ ճանապարհում են հայավարի։ Շիշլի թաղամասում շատ են նման ընտանիքները, որոնք սովորաբար մեկտեղվում են, երբ հայրենիքից հյուրեր են գալիս։ Աստեղ ամեն հայ են։ Տանտիրուհին Նուրիցան Հայաստանում երբևէ չի եղել, միայն լսել եւ կարդացել է հայրենիքի մասին։ Ասում է այդքանն էլ բավական է, որ սիրի Հայաստանը։ Պոլսահայերը սովորաբար ամուսնության առաջարկ անում են իրենց ազգակիցներին, եթե շրջապատում հարմար տեխնացու չկա, հարս են բերում Հայաստանից։ Սակայն լինում են նաեւ բացառություններ։ Օրինակ Լեռնան շեղվել է ընդհանուր օրինաչափությունից եւ ամուսնացել Մուրադի հետ։ Հայ-թուրքական ամուսնական զույգի համատեղ կյանքի մեկնարկը տրվեց ճիշտ այն ժամանակ, երբ քաղաքական ասպարեզում քննարկվում էր պետական
դիվանագիտական հարաբերությունների կարգավորման հարցը։ Լեռնան եւ Մուրադը շատ ավելի շուտ ստեղծեցին հայ-թուրքական հարաբերությունների իրենց ընտանեկան պլատֆորմը, որն ինչպես իրենք են նշում, հիմնված է սիրո եւ երջանկության վրա։ Ընկերներս կատակով ասում են Հայաստանը քո երկրորդ տունն է։ Այո, դա այդպես է։ Հայաստանն իմ երկրորդ հայրենիքն է։ Ինձ շատ են դուր գալիս հայերը, ձեր սովորույթները, համեղ ճաշերը։ Հայ կանայք էլ ուրիշ են, ամուր թիկունք են տղամարդում։ Գիտեք, Հայաստանում որքան ընկերներ ունեմ։ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների շրջանում ընդունված է նաև ընտանեկան բիզնես վարելու չգրված օրենքը։ Շուկաներում, վաճառակետերում, արհեստանոցներում հիմնականում աշխատում են ընտանիքներով։ Օրինակ, ազգությամբ հույն Կատյա Քիլաջի արհեստանոցի մենեջերը նրա ամուսինն է Ալեքոն։ Վերջինս ֆինանսական հարցերն է կարգավորում, սակայն ստեղծագործելու առումով դժվարանում է կնոջը խորհուրդներ տալ։ Կատյան աշխատում է պատվերներով, գլխարկներ եւ ծեռնոցներ է պատրաստում հիմնականում Ստամբուլի մեծահարուստների եւ արվեստագետների համար։ Անձամբ ինքը նման գլխարկներ չի կրում, ասում է, դրանք ամենօրյա օգտագործման համար չեն, այլ ստեղծված են հատուկ կերպար ընդգծելու համար, տոնական արարողությունների եւ պաշտոնական ընթրիքների ժամանակ։ Գնորդների մեջ հայեր ենք ունեցել։ Ստամբուլահայերը սիրում են ճոխ հագնվել, շռայլ ու գեղեցիկ տեսք ունենալ։ Եղել է, որ մի հարսանիքի 10 հատ գլխարկ ենք վաճառել հայերին։ Ազգային լեզվական մշակութային բազմազանությունից բացի Ստամբուլն առանձնահատուկ կերպով ամբողջացնում է նաև տարբեր ազգերի խոհանոցը։ Այստեղ կարելի է զբոսնել, այցելել ճարտարապետական պատմական կոթողներ, զգալ ծովի շունչն ու տարերքը, միաժամանակ ծովից րոպեներ առաջ դուրս բերված թարմ համեղ ձկնատեսակներ ճաշակել։ Ձկի հսկայական շուկայի հարևանությամբ տեղակայված են ռեստորանները, որտեղ առաջարկում են տարբեր տեսակի ձկներ, խորոված, տապակած եւ շոգեխաշած։ Մեր ռեստորանի առավելությունը ասեմ որն է, որ դու այստեղ պարզապես ձուկ չես ուտում, դու քո ձեռքով բռնած կամ գնած կենդանի ձուկը տալիս ես մեր խոհարարին ու հետո տեսնում թե ինչ համեղ կերակուր ստացվեց, այլ կերպ այստեղ ձուկը դուրս է գալիս Մարմարայից ու ուղղակի հայտնվում քո սեղանին։ Բարի աղոժակ մեր բոլոր այցելուներին։ Այս քաղաքում հնարավոր է անգամ հայկական տոլմա ճաշակել, իսկ լահմաջոն թուրքերը գիտեն որպես հայկական պիցցա։ Ստամբուլի շատ հյուրանոցներում եւ ռեստորաններում մատուցում են հայկական ճաշատեսակներ, օրինակ Տրոյա հյուրանոցի տնօրեն Սուհան Կազմելին խոստովանում է, որ անտարբեր չէ հայերի պատրաստած համեղ կերակուրների նկատմամբ, հատկապես տոլմայի։ Հայերի հետ հարևանություն անելու տարիներին նրա մայրը սովորել է այդ ճաշատեսակը պատրաստել։ Հիմա նա հոգում է, որ իր հյուրանոցի ռեստորանի ճաշացանկում հայկական կերակրատեսակներ լինեն։ Չգիտեի, որ տոլման հայկական կերակրատեսակ է։ Ես այստեղ եմ սովորել տոլմա պատրաստել, բայց թուրքերը ոչ միայն կաղամբով, այլ նույն միսը սիրում են դդումով, իսկ դուք փորձել եք։ Մենք հայկական պիցցա ենք շատ պատրաստում, այն ոչխարի աղացած մսով է, համեմված սոխով, սխտորով եւ այլ համեմունքներով։ Ես ավելի շատ եմ հավանում այն, քան իտալական պիցցա։ Երևի շատ ճաշեր էլ կան, որ հայերինն են, բայց չգիտենք։ Հյուրանոցի տնօրեն Սուհան Կազմելին բազմաթիվ հայ ընկերներ ունի, որոնք ըստ նրա լավ ձեռներեցներ են եւ վստահելի գործընկերներ։ Թուրք գործարարն այն կարծիքին է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև պետք է նորմալ հարաբերություններ ստեղծվի եւ դրանից կշահեն երկու երկրների ժողովուրդները։ Մենք այլ տարբերակ չունենք, Աստված այնպես է արարել, որ կողքողքի ենք, հարևան ենք ու շատ կուզենայի, որ սահմանները բացվեն։ Ղեկավարությունը չգիտեմ, բայց հասարակ ժողովրդին իմ նման գործարարներին դա ձեռնտու է։ Այն տեսակետը, որ հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ երկու երկրների ընդհանուր զարգացման վրա, պատկանում է ստամբուլցիների մեծամասնությանը։ Թուրք երիտասարդները, ովքեր փորձում են իրենց չծանրաբեռնել քաղաքականությամբ, հիմնականում դրական են արտահայտվում հայերի եւ նրանց հետ հարաբերությունների մասին։ Ես զտայրուն թուրք չեմ, Մալատիայի կողմերից ենք, բայց հայ էլ չենք։ Հայերը հայտնի են Արարատ լեռով, Արարատ նահանգել ունեն։ Ես Հայաստանում չեմ եղել, բայց Ղարաբաղում եմ եղել։ Շատ գեղեցիկ է ձեր Ղարաբաղը։ Մարդիկ էլ հիանալի մարդիկ են։ Գիտեք ինձ ինչպես ընդունեցին։ Ասացին, որ բոլոր հայերն էլ այդպես են։ Միջին սերնդի թուրքերն անհամեմատ ավելի շատ ասելիք ունեն հայ-թուրքական, այդպես էլ չհաստատված հարաբերությունների մասին։ Նրանցից շատերն ապրել են հայերի հարևանությամբ, այցելել Հայաստան եւ իրենց իսկ խոսքերով ուղղակի անտարբեր մնալ չեն կարող։ Արձանագրություններ կազմեցին, մեկ տարի շարունակ նույն բանն էին ասում, հետո չգիտեմ ինչ սև կատու անցավ։ Մենք էլ այս իշխանությունների ձեռքին խաղալիք ենք դարձել։ Հարաբերությունները պետք են հայ է, թուրք է, թե չերքեզ, ինչ կապ ունի։ Բնավ վատ բան չեմ տեսել հայերից, որ հարցնեն հայն ինչ ազգ է, հո վատ բան չեմ ասելու։ Մենք 21-րդ դարում ենք, փակ սահմաններ չպիտի լինեն։
Ժամանակակից Թուրքիայի տնտեսական առաջընթացի եւ արտաքին քաղաքական նորանոր դիրքերի ամրապնդման քաղաքականության խորապատկերին պաշտոնական Անկարայի ամենաարդիական հարցերից մեկը շարունակում է մնալ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը։ Զրո խնդիր հարևանների հետ ռազմավարական ծրագիրը Հայաստանի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի շուրջ տեղի ունեցող արտաքին քաղաքական զարգացումների համատեքստում կյանքի կոչելու հեռանկարներ չուներ։ Ղարաբաղյան հիմնախնդիրը կցորդելու պատճառով հաշտեցման գործընթացը զրոյական փուլից անգամ նահանջեց, իսկ ֆրանսիական սենատում ընդունված հայտնի օրինագիծը ստիպեց պաշտոնական Անկարային վերանայել իր դիրքորոշումը ոչ միայն հարևանների հետ, այնպես որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անորոշ ժամանակով կասեցվում է, անկախ Ստամբուլում թուրքերի եւ հայերի շրջանում տիրող տրամադրություններից։ Միգուցե Պոլսո մեր հաջորդ օրագրում լինեն այլ գնահատականներ։